Միջոցառումը նվիրված է ապագա ֆիզիկոսներին, բայց կարծում եմ, որ այս միջոցառումը վարակիչ կլինի մեր երիտասարդության շրջանում եւ մենք ապագայում կունենանք հրաշալի մաթեմատիկներ, նկարիչներ, երաժիշտներ եւ այլ մասնագետներ։ Չեմ կարող չնշել, որ 2018 թվականին հեղափոխությունից հետո կառավարության առաջնահերթություններից է իր անելիքների առաջնային ցանկում է երիտասարդների հիմնախնդիրների լուծումը։ Այդ իմաստով ուզում եմ ասել, որ վերջերս ազգային ժողովում մի հրաշալի եւ ինձ համար շատ սիրելի օրինագիծ, որը բուրըն քննարկման արդյունքում վերջերս դարձավ օրենքի ուժ ստացավ, դա երիտասարդական քաղաքականության օրենքն էր, որը կարծում եմ մեծ նշանակություն եւ էական նշանակություն կունենա մեր երիտասարդների կյանքում։ Ես ուզում եմ մեր ամփոփելով խոսքս, ուզում եմ մեր երիտասարդներին, մեր ապագա ֆիզիկոսներին ցանկանալ, որ փոփոխվող աշխարհում սիրելի ապագա ֆիզիկոսներ, ոչ թե լինեք փոփոխությունների արձանագրողը, այլ լինեք դրա կրողն ու թելադրողը։ Ես հավատում եմ մեր երիտասարդության մտքի ուժին, կարողություններին եւ ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ օրենսդիր մարմինը եւ գործադիր մարմինը ամեն ինչ անում են, որ երիտասարդները կարողանան հնարավորինս ստեղծվում է այնպիսի միջավայր, որպեսզի կարողանան դրսևորվել։ Ուրեմն կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երիտասարդները, կեցցեն այն փոփոխությունները, որ բերելու եք դուք հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման։ Շնորհակալ եմ։